Կտրեք սարդի ոտքերը, ամեն մի հարց ունի մեկ պատասխան։ Դիտարկենք այս ամենը, սա ինչի մասին է, եւ ավելի մանրամասն իմանաք, որ այն ամենը, ինչ ասում եմ, դրա մեջ ճշմարտությունը շատ մեծ է, եւ շատ դեպքերում բացարձակ ճշմարտություն է։ Եվ ամեն մեկս կարող ենք մի փոքր սխալվել եւ կամ չունենալ ինֆորմացիայի պակասն է տալիս սխալվելու եւ չգտնելու ամեն մի հարցի մեկ պատասխան։ Դրա համար ինչ ուսումնասիրում եք, նախ հավաքեք բոլոր կողմերից ինֆորմացիան, հետո նոր քննարկեք այդ ամենը։ Այստեղ ազատվենք թունավոր սարդից, հենց սա է նշանակում։ Ինձ թվում է այս անձնավորությունը եւ սրան կարգել էին նրա համար, որպեսզի ազատվեն թունավոր սարդից, իսկ թունավոր սարդը գիտեք դա բրուտն է։ Ես դեռ 14 տարեկան հասակում, երբ որ Սովետական միության դասագրքում կարդացի, որ բրուտները ունեն իրենց տարածությունից ավելի 189 անգամ ավել գաղութներ, նույնիսկ այդ տարիքում արդեն ինձ լրիվ պարզ էր եւ հաշվարկներ պետք չէր։ Եթե նույնիսկ համարենք, որ իրենց մոտ բնակիչները այդ թվականներին 1 քառակուսի կիլոմետրի վրա 50 մարդ է, իսկ այնտեղ 25 մարդ, ապա ամեն մի բրուտի համար 100 մարդ աշխատել է։ Դուք պատկերացրեք 100 մարդ ունեք, որոնք ձեզ համար աշխատում են։ Եվ ձեզ թվում է այդ սիստեմը փոխվեց։ Ինձ թվում է այս մարդը բարի մարդ է եւ այս ամենը ինչ սարքել են այստեղ, դա բոլորդ էլ լավ գիտեք, Դա Վինչի եւ այլն, եւ հիմա ավելի բարդ ծրագրեր, որտեղ Հոլիվուդն է օգտագործում, նորագույն ֆիլմերը դիտած կլինեք, կտեսնեք, որ կարող են ցանկացածի միայն գլուխը վերցնել եւ նրան բոլոր կողմերով պտտեցնելով ուրիշ հագուստով կամ հենց իր հագուստը լրիվ բոյից բոյ ունենան նրա տվյալները եւ այդ ամենը սարքեն։ Այս ամենը հնարավոր է եւ մեկ ոգևորվի, որ իրականում այս մարդուն դրել են նրա համար կամ ինքը աշխատել է որպեսզի, սա արդեն ինձ թվում է սա բրուտի գործը չէ, այլ իր եղբոր եւ մի քանիսի կամ իր եղբոր եւ նահանգներում գտնվող, քանի որ իր եղբայրը նահանգների հետ մեծ կապեր ունի եւ հասկանում էր դա, այդ բոլորը դրանք գաղտնի բրուտի դեմ խաղացողներն են, բայց այդ ֆիլմերը, որոնք իբր ֆիլմերը կամ նկարները, նորից եմ կրկնում, նույնիսկ 1975 թվականին ֆրանսիական մի ֆիլմ դիտելուց եւ հետո նաեւ ուժեղ ֆոտոգրաֆներին հարցնելով հասկացա, որ կարելի է ամեն ինչ նույնիսկ առանց այս նոր տեխնոլոգիաների, առանց թվային տեխնոլոգիաների անալիտիկ ձևով նույնպես կարելի է նկարները այնպես փոխել, որ մարդիկ չհասկանան։ Իսկ հիմա Հոլիվուդի նոր ֆիլմերը դիտելուց կհասկանաք, որ այդ ամենը կատարվել է եւ հիմա դիտարկենք այս ամենը։ Հիմնականում կղզու թեման ուսումնասիրելուց ահա այն լրատվամիջոցները, որոնք հիմա ամենից շատն են լուսաբանում այս թեման։ Ինչպես նշեցի New York Times-ը, որը պատկանում է հենց բրուտին, այս ժուրնալը, այս պարբերականները մանրակրկիտ ուսումնասիրում են հրապարակված ավելի քան 3.5 միլիոն էջ փաստաթղթերը, վերլուծելով Էփշտայնի կապերի հայտնի գործարարների Իլոն Մասկի, Բիլ Գեյթսի եւ քաղաքական գործիչների հետ։ Նաեւ այս բոլորը կարդացեք, կհասկանաք, որ
կանգնեցեք էջը կարդացեք, կհասկանաք, որ այս բոլոր լրատվամիջոցները պատկանում են իրեն եւ հատկապես իրենց մոտ այս երկուսը ինչի հատկապես ուշադրություն դարձրեցին, երբ որ բրուտը կարող է մի հատ թաշկինակը շարժի եւ այս գործը վաղուց փակված կլիներ։ Եվ այստեղ նաեւ երբ որ ուսումնասիրում ես, նաեւ կա այստեղ Al Jazeera, որը հիմնականում դա բրուտական կայան է, որը իբր արաբներինն է, բայց ֆինանսավորումը եւ բոլոր գործողությունները բրուտի հետ է այս ամենը կատարվում։ Դրա համար եթե նյութը ստանում եք, ինչպես նաև այս նյութի ժամանակ ես անմիջապես չխոսեցի, հետագայում խոսելուց հետո եւ ես գիտեի այս մասին, ազատվենք թունավոր սարդից, այս մասին գիտեի, բայց հիմա ես 100% չեմ ասում, բայց մտածում եմ, որ իրենք են դրա ինքն է, հենց դրա ղեկավարը եւ հիմա փաստեր կբերեմ, փաստերից հետո կդիտարկենք ինչու է դա այդպես։ Ռուսական նավթ եւ գազ, անցնենք այս թեմային։ Պետական վերահսկողության տակ գտնվող ընկերություններ, Ռոսնեֆտ, Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերություն, այն վերահսկում է Ռուսաստանի կառավարության կողմից Ռովնեֆտգազի պետական հոլդինգի միջոցով մոտ 40% բաժնետոմսին։ Եթե պետական է կամ Ռուսաստանը իրոք երկիր է, պետք է 51% լինի իր ձեռքին։ Այլ խոշոր բաժնետերերից է եղել բրիտանական BP-ն մոտ 20%, սակայն 22 թվականին հայտարարել է հեռանալու մասին, հայտարարել է եւ Քաթարի պետական ներդրումային հիմնադրամը Գազպրոմ նեֆտում պատկանում է Գազպրոմ պետական հսկողության ավելի քան 95% բաժնեմաս, որն իր հերթին վերահսկում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իսկ այս տրանսնեֆտը նույնպես դա Ռուսաստանի չի պատկանում։ Ռուսաստանի մասին Գորբաչովի ժամանակ 94-75 թվականներին շատ էի գնում կոմանդիրովկեք Մոսկվա եւ այլ քաղաքներ եւ Մոսկվայում մի վիստովկի ժամանակ գերմանացու հետ ծանոթացա, որ երկուս էլ նույն արտադրանքն էինք ցուցադրում եւ ես երբ որ նրան ռեստորան հրավիրեցի, նա ասեց, այստեղ ավելի լավը կա։ Եվ քանի որ ինքը օտարերկրացի էր, հենց Կրեմլի մոտ մի քիչ հեռու ռեստորան կար, գնացինք այդտեղ, երբ որ ինքը խոսեց եւ փաստաթուղթը ցույց տվեց, որ ես իր հետ եմ, ոչինչ չասացին։ Հետո օֆիցիանտի հետ ծանոթանալուց հետո անդադ Մոսկվա գնալուց իր անունը տալիս էի, մտնում է հետեղ, ես հետեղ էի միշտ հացնում։ Եվ այդ Սաշան երևի իմ տարիքի տղա է, հիմա էլ կհիշի ինքը, եթե կենթանի է։ Մի օր մի լացակումած շատ գեղեցիկ, կարելի ասել նկարած աղջիկ եկավ իր մոտ, ասեցի էսովա ինչ է կատարվել, ու ինքը ասեց մեր մեջ մնա ամեն ինչ ասում եմ, ուրեմն ինչ է կատարվել այդ թվականներին կոմունիստների ժամանակ դրանից առաջ Մոսկվայում։ Ինչպես ես նշեցի, այդ հեղափոխությունը, նաև ռուսական հեղափոխության մասին ասեք, կասեմ, որ նաև Կիև ով էր եկել բրուտների կողմից եւ ինչպես կատարվեց այդ ամենը։ Մոսկվա են գալիս պարբերաբար բրուտների կողմից, երբ որ հակառակ երկրներն էին սոցիալիստական եւ կապիտալիստական եւ ամենաթանկ հյուրանոցներում բնակվում
60-70 տարեկան բրուտներ և նրանց մատակարարում էր աղջիկներ։ Միևնույն ժամանակ նրանք այդտեղ բեսպրեդել ինչ ցանկանում էին անում էին։ Այս Սաշայի աղջիկը 12 տարեկան հասակում, երբ որ այդ ժամանակ էլ են կատարել կաստինգ է անցել, և 18 տարեկան դառնալուց հետո նրան պետք է այդ անգլիացիներից մեկը առաջի գիշերը անցկացներ նրա հետ, նա պետք է մաքուր մնար, սովորեր բարձակարգ կուլտուրա, Սաշայի ասելով 15,000 ռուբլի է վրան ծախսել, մինչև այդ բոլոր դպրոցները անցել է, վերին աստիճանի մանևր է, այդ 3-4 պատառաքաղ և այլն, խոսելու ձև, այդ ամեն ինչը անցել է, և 100,000 ֆունտ ստերլինգ են տալիս այդ աղջկան, որպեսզի մեկ գիշեր այդ տականքներից մեկի հետ գիշերի, և այդ տականքը այս աղջկան փնթի ձևով այն աստիճանի էր հասցրել, որ այսինքն կներեք այդ մաքուր աղջկան ձեռքն էր ամբողջությամբ մտցրել որտեղ որ և այդ աղջիկը առնահոսել և այլն, բայց ոչ ոստիկանություն, ոչ բան, քանի որ դա KGB-ի հսկողության տակ է, ասացի հիմա ինչ է լինելու աղջկա, թե գումարները վերցրել եք, գնա մի հատ սնայպեր արխպի, ասեց լրիվ մեր ցեղը կվերացնեն հենց KGB-ն, եթե նման բան անենք, այսինքն ներսի կողմից այդ ամենը կազմակերպված երևույթ էր, ասի, բայց հիմա իրավիճակը, դե կլավանա նորից իրենց մոտ պետք է աշխատի, արդեն ժամը 1000 ֆունտ ստերլինգով, այսինքն այդ աղջիկներին փոքր հասակից պատրաստում են, որպեսզի ծառայի դրանց, հիմա դուք ասում եք Էփշտայնի մոտ ինձ թվում է այդ բանը չի եղել, հենց բրուտների մոտ է այդ բանը կատարվում, Էփշտայնի մոտ ինձ թվում է հենց սարդին վերացնելու գաղափարախոսներն են հավաքվել, այժմ կուսումնասիրենք ավելի մանրամասը, որպեսզի ամբողջը հասկանաք, մասնավոր ընկերություններ, Լուկոյլ Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերություն է, այն հիմնականում պատկանում է իր ղեկավարին, այսինչին և այլ մասնավոր ներդրողներին, Սուրգուննեֆտը Ռուսաստանի ամենափակ ընկերություններից մեկը, Կրեմլի հետ է կախված, իսկ Կրեմլը ում հետ է կախված, ընդհանուր վիճակագրություն, Ռուսաստանի Դաշնություն, պետությունը ուղղակի կամ ուղղակի կերպով վերահսկում է նավթի արդյունաբերության 50%-ը, միջազգային ներդրողներ, մինչև թվականի պատժամիջոցները արևմտյան ընկերությունների զգալի բաժնետոմսեր ունեին ռուսական նախագծերում, սակայն նրանցից շատերը սկսել են դուրս գալ այդ ակտիվներից, սա սկսել են դուրս գալ, բայց դուրս չեն եկել ոչ ոք այդտեղից, այս ամենը, BP-ն և այս ամենը, դրանք բոլորը պատկանում են բրուտին, այժմ դրանց ծագումը, այս ընկերությունը բրիտա-հոլանդական այժմ գրանցված է Միացյալ Թագավորությունից, սեփականատեր էր, բաժնետոմսերի ցուցակում են Լոնդոնի այս ինչը, Ամստերդամի այս ինչը և Նյու Յորքի բորսաներում, խոշորագույն բաժնետերերից են խոշոր ներդրումային հիմնադրամները, ինչպիսիք են սա և սա, BP-ն, British Petroleum-ը, ծագումը բրիտանական, նրանք են եղել, Total-ը, ծագումը ֆրանսիական, բայց ֆրանսիացիները ոչ մի քաշ չունեն, և մնացածը այստեղ կարդացեք, ձեր գլուխը շատ այս ամեն ինչով և միայն կարդալով չզբաղվեմ, դուք ինքներդ կանգնած եք, կարդացեք այս ամենի մասին, Big Oil-ը, անդամները և նրանց սեփականությունը, ԱՄՆ-ը, բաժնետերերն են ներդրումային հսկաները, ինչպիսիք են այս երեքը,
ԱՄՆ սեփականատերերի թվում են խոշոր ֆոնդերը, այդ թվում Բարֆի ընկերությունը, որին պատկանում է բաժնետոմսերի շուրջ 8%-ը, Shell-ը, BP-ն և Total-ը։ Այս բոլորը, սրանց բաժնետոմսը քիչ է, այս բոլորը նրանք Ռուսաստանի ոչ թե փայատեր են եղել եւ այլն, դա իրենցն է եղել, իրենք իրենցը տարել են, ինչպես ամեն մի ֆիլմում եմ ասում, նրանք իրենց տոկոսը տարել են եւ դա ամբողջ աշխարհը իրենցն է տարել են, իսկ եթե նույնիսկ սրանց անունը կա, ինչի սա ցուցադրեցի, կարող է սա չցուցադրել, միայն սրանց մասին գրել ասել, սա ցուցադրեցի նրա համար, որովհետեւ իմանաք, որ այնտեղ էլ նույնիսկ իրենք են գործում, կանցնենք առաջ կտեսնենք։ Այժմ ավելի հետաքրքիր բան, Հայաստանի Հանրապետությունում Զանգեզուրի պղնձամոլիդային կոմբինատ, սա Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերության ձեռնարկությունն է, որը ուզում են տալ ազերիներին, կառավարություն տիրապետում է բաժնետոմսերի 22% հաշվենք, Հայաստանի կառավարությունը սրան է տիրապետում, բաժնետոմսերը կառավարում են Հայաստանի պետական հետաքննությունների ֆոնդում, SOV Geopro Mining, ռուսական այս խումբը Ռոման Տրոցենկո, հիմնականում 60% բաժինը նրան է պատկանում, այլ բաժնետերեր, փոքր և միջին, և սրանց անունները, այլ խոշոր ընկերություններ, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ, տեսեք ում է պատկանում, Թեղուտի հանքավայրը, Թեղուտի հանքավայրը նախկինում պատկանում էր Վալեքս խմբին, սակայն պարտքերի դիմաց անցել է ռուսական ՎՏԲ բանկի վերահսկողության տակ, Ամուրսարի ոսկու հանք, Լիդիան Արմենիա, բաժնետոմսերը պատկանում են այս ընկերությանը, Հայաստանի կառավարությունը ևս ունի 12.5 անհատույց ստացված մասնաբաժին այս նախագծում, Սոտքի ոսկու հանք շահագործում է այս ընկերության կողմից սեփականատեր Ռոման Տրոցենկո և Սիմոն Պովարնիկին, Լիդիան ընկերությունը երկար ժամանակ գրանցված է եղել բրիտանական թագի ներքո գտնվող Ջերսի կղզում, ներկայումս մայր ընկերությունը գրանցված է բրիտանական Վերջինյան կղզիներում, սրանք տարածքներ են, որոնք գտնվում են Մեծ Բրիտանիայի իրավասության ներքո, բայց համակարգում են օֆշորային գոտիներ, հա թե Հայաստանի հարստությունը, գործարաններ, ֆաբրիկաներ չկան և այս տականքները սրանց հետ ինչպես են կապված լինելով հանդերձ, դեռ Հայաստանը զիջում են նաև ազերիներին, դրա համար, երբ որ ես միշտ ասել եմ, որ Հայաստանի հանքերի օգուտը, նրանցից ստացված օգուտը շատ անգամ մեծ է, մի քանի անգամ, քան Ադրբեջանի նավթին ու գազին է, չեք հավատում և հավատում եք Նիկոլյան Սերժիկյան այն ստերին, որ նրանք նավթ ունեն, ինչ անենք։ Կապանի կոմբինատի նախկին սեփականատերը, սա զուտ բրիտանական ընկերություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում, այն ցուցարկված է Լոնդոնի ֆոնդային բորսայում, թեև 23 թվականի վերջին նրանք վաճառեցին Կապանի հանքը, նրանց գործունեությունը երկար տարիներ բրիտանական ներդրումների օրինակ էր, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, մինչև թվականի սեփականատերերի փոփոխությունը կոմբինատի բաժնետերերի շղթայում առկա էին ընկերություններ, որոնք գրանցված էին Մեն կղզում, որը նույնպես բրիտանական թագից կախված տարածք է,
Եվ այսպես շարունակ կարդացեք, սրանից ինչ է հետևում, սրանից հետևում է, որ նրանց բրուտներից նաև մենք ենք կախված եղել, քանի որ ասում եմ աշխարհը իրենցն է, եկել են ամեն ինչ տարել, դրա համար էլ Սերժիկը նաև 15 թվականին էր կարծեմ նոր սահմանադրության մեջ, որ Հայաստանի հանքերը պատկանում են Հայաստանի կառավարությանը, ոչ թե ժողովրդին, եւ Եվրոպարլամենտից ոչ մի արձագանք չեղավ կամ աշխարհից չեղավ, թե ինչ եք այդպես ասում, պետք է ժողովրդին պատկանա, եւ կա նաեւ համաշխարհային օրենք, որ ցանկացած մարդ կարող է այդ ֆորմուլաժը վերցնել եւ այնտեղ ինքը գրանցվել համաշխարհային բոլոր հանքերից ստացած օգուտին ինքը կարող է փայատել լինել։ Մի հայ կար, նման հաղորդում ուներ, գտեք այդ հաղորդումը, դիտարկեք, կտեսնեք, որ կա նաև նման ֆորմուլա, կարող եք լրացնել եւ նույնիսկ ամսական մի քանի 100, նույնիսկ $1000 աշխատել, եթե նորմալ լրացնեք, հասկանաք ինչի մասին է խոսքը։ Հայաստանում բրիտանական կապ ունեցող բանկերը Ամերիա բանկ 24 թվականին բանկը ձեռք բերեց ֆինանսական խմբի կողմից, որը գրանցված է Միացյալ Թագավորությունում եւ ցուցակված է Լոնդոնի ֆոնդային բորսայում։ 26 թվականի մարտի դրությամբ այս բանկը որպես գրուպի մարզ ներառված է Լոնդոնի բորսայի ինդեքսում։ Ինեկո բանկ եւ Ակվա բանկ այս բանկերի կապիտալում որպես բաժնետերեր ներկայացված են վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, որի կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում։ Ինձ թվում է, այս ամեն ինչը պարզ է ձեզ։ Շուկայից դուրս եկած բրիտանական բանկը, այս Հայաստան բանկը իբր բրիտանական բանկային հսկան ավարտել է իր գործունեությունը Հայաստանում այս թվականին, սա իրենց բանկն է։ Բանկի բաժնետոմսերի 100%-ը ձեռք է բերվել Հայաստանյան Արջին բանկը, որն էլ հանդիսանում է HSBC Հայաստանի իրավահաջորդը։ Միջազգային կապիտալի այլ ներկայացուցիչներ, թեև բրիտանական բանկեր չկան, Հայաստանի Հանրապետությունում շարունակում են գործել այլ միջազգային խմբերի դուստր ձեռնարկություններ։ ՎՏԲ Հայաստան բանկ Ռուսաստանին, Բիբլոս բանկ Լիբանանին, Մելլատ բանկ Իրանին։ Իսկ շատ զարմանալի մի հարց, իսկ Հայաստանը ընդհանրապես իր ունեցվածքում որևէ միտեղ ունի 51%, թե չէ այ ողորմել լիներ։ Ամինե բանկ եւ Լոնդոնի բորսա Ամերիա բանկի վաճառքը բրիտանական գրանցում ունեցող այս գրուպին ամենախոշոր գործարքն էր Հայաստանի բանկային պատմության մեջ։ Բրիտանական վերահսկողություն, քանի որ բրիտանական ընկերություն է, Ամերիա բանկն այժմ անուղղակիորեն գտնվում է բրիտանական իրավական դաշտում։ Սա նշանակում է, որ բանկը պետք է հետևի թափանցիկության եւ կառավարման բրիտանական խստագույն ստանդարտներին։ Ներդրողներ Լոնդոնի բորսայում BOGD բաժնետերերի թվում են համաշխարհային հսկաներ, ինչպիսիք են Մորգանը, BlackRock-ը եւ մյուսը։ Այսպիսով Ամերիա բանկի շահույթից այժմ մասնաբաժին են ստանում նաեւ այս միջազգային ներդրողները։ HSBC Հայաստանին փոխակերպում Արջին բանկի բրիտանական հեռանկարը կազմավորման որոշում էր ուղղված իրենց գլոբալ ծախսերի կրճատմանը։ Այս ամբողջը սա
սուտաբանություն է, ինչ փոխվեց հաճախորդների համար։ Այսի բոլոր ակտիվները, վարկային պորտվելները եւ ավանները տեղափոխվել են Արչին բանկ։ Եթե դուք ունեք քարտ կամ հաշիվ, դրանք այժմ սպասարկում է Արչին բանկի կողմից։ Սեփականատերերը ի տարբերություն այս ինչի Արչին բանկը հիմնականում հայկական կապիտալով բանկ է, իրական շահառուն գործարար Կարեն Սաֆարյանն է։ Հեսա, թե որտեղից հասա գործարար, սակայն այն ևս ակտիվ համագործում է միջազգային ֆինանսական կառույցների հետ։ Ինչու է սա կարևոր։ Բրիտանական կապիտալի առկայությունը, ինչպես Ամերիա բանկի դեպքում, բարձրացնում է բանկի վստահությունը միջազգային շուկայում, սակայն նաև նշանակում է, որ բանկի հիմնական որոշումները և շահույթի բաշխումը կարող են կառավարվել Լոնդոնից։ Ինձ թվում է այժմ ձեզ համար ամեն ինչ պարզ է, թե ինչ է կատարվում։ Ավելի մանրամասն կանգնացրեք ամեն մի նկարը, կարդացեք, Վիկիպեդիայում, ինչպես ասել եմ, գրեք ամեն մի ընկերության անունը եւ այլն, կգտնեք ամեն ինչ եւ նաեւ YouTube-ում մարդիկ, որոնք կապ ունեն դրանց հետ, կամ եթե ունեք մարդիկ բանկերում, կարող եք այդ ամենը կամ գործարաններում, որոնց մասին նշեցի Հայաստանի, կարող եք իմանալ այդ ամենի մասին։ Այժմ նայեք այս ծաղրանկարին։ Եվրոպա հիմնական 10 խոշոր երկրների մասին է, բացի այդ թագավորական երկրներից։ Գերմանիա 67% ներդրումներ կատարվում է դրսից։ Ինձ համար պարզ է նաև այդ 33%-ը նույնպես դրսից է, բայց ներսում հարստացնելով գերմանացիների։ Ֆրանսիայում 56%, Իտալիայում 68%, Իսպանիայում 52%, Լեհաստան 64%, Չեխոսլովակիա 67%, Հունաստան 64%, Ավստրիա 57%, Ռումինիա 66%, Խորվաթիա 59%։ Այսինքն ոչ մի երկիր գոնե կիսով չափ ինքը իրեն չի պատկանում, բոլորը պատկանում է բրուտին, հետաքնքին։ Շվեյցարական բանկերը պատկանում են նույնպես նրան, դա խաղ է, որ հրեաների անուններ են այդտեղ շեշտում, բացի դա Տրամպի հարձակումը, դա նույնպես խոսում է թունավոր սարդի տապալման մասին։ Նա պատահական տեղեր չի հարվածում և պատահական զրույցներ չի անում, ինչպես Կանադայի, Գրենլանդիայի, նավթային այդ բոլոր երկրների հետ, նաև Իրանի հետ իր խոսելու ձևը, իր պահելու ձևը, ամեն ինչ խոսում է այդ մասին, որ հնարավոր է ինքն է այդ անձնավորությունը, որին դրել են գաղտնի այն մարդիկ, որոնք ուզում են պրծնել այդ կեղտոտ սարդի ճիրաններից։ Բանկեր Շվեյցարիայում։ Բրիտանական բանկերի շվեյցարական ստորաբաժանումները, այս բանկերը հանդիսանում են բրիտանական խոշոր ֆինանսական խմբերի մաս։ Խնդրեմ, Շվեյցարիայում նույնը ամեն տեղ է հեսա։ Շվեյցարիայի խոշորագույն օտարերկրյա բանկերից մեկն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Ժնևում, բայց այս բոլորը, թեև բանկը հիմնականում գործում է Ասիայում և Աֆրիկայում, այն ունի բրիտանական ծագում և ներկայացություն Շվեյցարիայում։ Այնպես որ այն ինչ որ մի ժամանակ խոսում էի, որ Սինգապուրը, Սինգապուրի ձևով ապրենք եւ այլն, Սինգապուրը ժամանակին դա մի կեղտոտ այլանդակ տեղ էր, որ աշխարհում ոչ ոք չէր ցանկանում նույնիսկ նավերը դրա կողքով անցնի։ Ինչի համար դա նաև բրուտը կառուցեց եւ արագ ձևով եւ չկարողացան, այնտեղ մի հայ կա, հայկական եկեղեցի ունի դրած եւ ամենամեծ տերիտորիան Իրանն է, սեփական։ Չկարողացան վերցնել, որովհետեւ օրենքներով դա Իրանն է։ Եվ
Ճապոնիա, Հարավային Կորեա, Ֆիլիպիններ, այդ բոլոր երկրների հետ իրենց օգուտը, քանի որ աշխարհն իրենցն է, բոլորը գնում են Սինգապուրի բանկերը եւ այնտեղից իրենք մեծ մասը վերցնում են։ Այնպես որ այս բանկային եւ աշխարհի փողերի կուտակումը մեկ մարդու ձեռքին, դրա դեմ ինչպես նշել եմ, վերջինը այսօր դուրս է եկել Թրամփը, բայց ամերիկյան բոլոր պրեզիդենտներին դիտարկեք, որոնք մահով են մահած, որոնց սպանել են, գրեք նրանց մասին բոլորը դուրս կգան եւ այնտեղ կտեսնեք, որ բոլորը պայքարել են այդ ֆինանսական կախվածությունից պոկվելու եւ ամեն մեկը ազատ երկիր գործելու համար աշխատելու։ Այնպես որ աշխարհում եթե փորձում եք գտնել ճշմարտություն, ամեն երկրում տականքներ են գնում եւ մի խումբ հիմարներ նրանց հետևից վազելով հեղափոխություններ են անում, իսկ իմ ասած միակ պետությունը, եթե նա ունի թագավոր եւ անկախ է, ոչ թե ինչպես Իրանի այդ 51-53 թվականի վարչապետը ասեց, հագուստ թաքնի թագավորի, բայց դա ներսում ստրուկ է։ Շվեյցարիայում նույնպես մասնավոր կապերով բանկեր, կամ բանկեր, որոնք ունեն պատմական կամ ընտանեկան սերտ կապեր, այսինչի այդպես բանկերն են։ Եվ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Բեռլին ֆինանսական ծառայությունների համաձայնությունը Մեծ Բրիտանիայի եւ Շվեյցարիայի միջև։ Սա թույլ է տալիս երկու երկրների բանկերին ավելի հեշտությամբ մատուցել անդրսահմանային ծառայություններ առանց տեղում լրացուցիչ լիցենզիաների անհրաժեշտության։ Ինչն է այստեղ այս հարցը, որ անմիջապես անցան սրան, քանի որ Տրամպը Շվեյցարիային նույնպես մատ է թափ տվել, որ այդ բանկերը գիտենք որտեղից է եւ աշխարհին որտեղից է աշխարհի արյունը ծծում տանում եւ դա նույնպես բրուտին է պատկանում։ Այժմ ամենակարևոր մասին ասանք, ինչ է կազմվել այդ խումբը գաղտնի եւ ինչ են։ Միգուցե սա այդ խումբը չէ, նորից կրկնեմ, որ չասեք, հետո նորից հարցեր չտաք, բայց գիտեմ, որ կա նման խումբ, անունը ես չգիտեմ, կուղարկեն ինձ մոտ ժամանակներս, միգուցե արդեն ուղարկել են, միգուցե այդ խումբն է, բայց պետք չէ այս մասին լուսաբանել, գոռալ, գոչալ, քանի որ մարդիկ գործ են անում, թող իրենց գործ անեն, դուք միայն հասկացեք այս ամենը։ Այժմ ԱՄՆ-ի իրավիճակը, որովհետեւ դուք հասկանաք, թե ինչ է այդ խումբը կազմվել։ Եթե մենք դիտարկում ենք նահանգները եւ նահանգների 2000 թվականներից այդ թռիչքային աճերը բոլոր բնագավառներում, հատկապես ինֆորմացիոն կոմպյուտերային այդ նանոտեխնոլոգիաներ եւ այլն բոլոր բնագավառներում, այնտեղ կան մտածող մարդիկ, այսինքն այդ մտածող մարդիկն են այդ ամենը ստեղծում եւ մտածում են, աշխատում, նորից դատարկ ձեռքերով նստում, քանի որ նույն Հայաստանի, նույն Ռուսաստանի, նույն Պարսկաստանի եւ մնացածի սխեման է այնտեղ կատարվում։ Մի քանիսը հարստանում են, մնացածը 2-3 դրամով այնտեղ աշխատում։ Այստեղ մոռացա ասել, որ բրուտը ինչ կատարեց։ Աշխարհի բոլոր երկրներում, նաեւ նահանգներում, Եվրոպայում, Ռուսաստանում, Հայաստանում չգիտեմ, Ռուսաստանում էլ դա կատարվեց, հատկապես երիտասարդները գնում էին բանկերից փող վերցնում, որ տուն գնեն։ Եվ այդ տան գնման համար բոլոր երկրներում շվեյցարական ֆրանկի արժեքը իջավ եւ նաեւ տոկոսային հարաբերությամբ, եթե դուք վերցնեիք, որպեսզի տուն գնեք, ամենահարմարը այդ շվեյցարական բանկերից վերցնելն է, քան սեփական կամ այլ երկրների բանկերից։ Դրա համար երիտասարդները խափնվելով
եւ շատ մարդիկ սկսեցին շվեյցարական գումարով շվեյցարական ֆրանկով սկսեցին գնել տներ։ Մի 6-8 ամիս հետո շվեյցարական այդ ֆրանկի գինը 2-2.5 անգամ թանկացավ, այսինքն եթե դուք տունը գնել եք 100,000-ով, նա դարձավ արդեն 300-400,000։ Այսինքն եթե այդ տան արժեքը 100 է, դուք տալու եք այդ 100-ը, տալիս եք այդ նույնը, նաև տոկոսային հարաբերությունը բանկերում սկսեց նրանցը նույնպես աճել, այսինքն դրանից հետո խոշոր բանկային կազմակերպությունների ղեկավարը, քանի որ միջազգային բանկը գտնվում է Լոնդոնում, գնացել էր պառավի մոտ, պառավին հաշվետվություն էր տալիս, որ մեր մտածածը լավ չստացվեց, եւ պառավն էլ ոգևորվել էր, որ մոտավորապես 100 միլիոն մարդ քաշվեց, ինչի 200 միլիոն մարդ չքաշվեց, որ սննկանային սատկեին։ Ահա այս ամբողջ քաղաքականությունը, որ տանում են նրանք։ Այժմ դիտարկենք ԱՄՆ-ում, թե ինչ ներդրումներ ունեն։ Մեծ Բրիտանիան հանդիսանում է ԱՄՆ-ում օտարերկրյա ուղղակի ներդրումների խոշորագույն աղբյուրներից մեկը, ըստ 24-25 թվականների ամենաթարմ տվյալների բրիտանական ներդրումների ծավալը եւ տեսակարար կշիռը հետեւյալն են։ Ընդհանուր ներդրումների տոկոսը բրիտանական ընկերությունների ներդրումները կազմում են ԱՄՆ-ում բոլոր ներկա օտարերկրյա ուղղակի ներդրումների շուրջ 15%։ Բրիտանական արտաքին ներդրումների մեջ ԱՄՆ-ը հանդիսանում է Մեծ Բրիտանիայի արտաքին ներդրումների թիվ 1 ուղղությունը, կազմելով բրիտանական ամբողջ արտահանվող ֆեդերալ ֆոնդն պաշարի մոտ 28.5%, 24 թվականի վերջի դրությամբ։ Ներդրումային դիրքը 24 թվականի վերջին Բրիտանիայից ԱՄՆ-ում կատարված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 529 միլիարդ ֆունտ ստերլինգ, 742 միլիարդ դոլար։ Աճի տեմպը 24 թվականին բրիտանական ներդրումների պաշարը ԱՄՆ-ում աճել է 11.2%-ով նախորդ տարվա համեմատ։ Այն ամենը ինչ եթե իրականությունը վերցնենք ամեն ինչ ջնջենք, ապա այսօրվա իրենց տրված արտադրանքով, քանի որ ես Հայաստանի դեպքի մասին եմ ասել, մյուս արտադրանքները, տանկա, ինքնաթիռա եւ այլն, այդ բոլորը հանենք, այն միկրոսխեմաները, որը նույնպես Տայվանը աշխատում է նահանգների համար եւ բոլոր այդ կամպյուտերային սարքեր, հեռախոսներ, մեռախոսներ, եթե այդ ամենը վերցնենք, ապա Ամերիկան ոչ մեկից կախյալ պետք է չլիներ եւ պետք է Ամերիկան դեռ աշխարհին օգներ եւ ամենաաղքատ ամերիկացին, որը փողոցներում է քնում, պետքա մոտավորապես $100,000 ամսական գումար ունենար։ Այդ իրենց տվյալներն եմ ասում, այդ գաղտնի ծառայությունները։ Համաշխարհային վարկանիշը ըստ ներդրող երկրների Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ում զբաղեցնում է երկրորդ տեղը, զիջելով միայն Ճապոնիային, որը ավելի շատ գումար է ներդրում եւ փոքր ինչ առաջ անցնելով Կանադայից եւ Կանադան։ Այս ներդրումները հիմնականում կենտրոնացված են արտադրության, քիմիական արդյունաբերության, ՏՏՍ-ի եւ ֆինանսական ծառայությունների ոլորտում։ Անցնենք առաջ։ Արդյունաբերություն եւ նյութեր։ Այս շուկայական կապիտալիզացիայով խոշորագույն ոլորտն է ԱՄՆ-ում գործող բրիտանական ընկերությունների համար, կազմելով շուրջ $1 միլիարդ, 460։ Հիմնական խաղացողներից Bias System-ը, որի արտադրական հզորությունը 59%-ը գտնվում է ԱՄՆ-ում։
սպառողական ապրանքներ նորից իրենք են։ Երկրորդ խոշորային ոլորտն է 433.2 միլիարդ դոլար կապիտալիզացիայով, ներառում է այնպիսի հսկաներ, ինչպիսիք են S և սպառողական այլ բրենդներ, ֆինանսական ծառայություններ, այս ոլորտում ներդրումները կազմում են այսքան միլիարդ դոլար։ Ունի ԱՄՆ-ում 2 տրիլիոն դոլար կապիտալ։ Առողջապահությունում նույնպես ներդրումներ ունեն պաշտպանություն և տիեզերք։ Բրիտանական ընկերությունները, ինչպիսիք են Rolls-Royce և Seiko, ԱՄՆ-ում պաշտպանական համակարգի կարևոր մատակարարողներն են։ Հիմա կասեմ ինչն է այստեղ հարցը։ Մեծ Բրիտանիան ԱՄՆ պաշտպանական արդյունաբերության հիմնական դաշնակիցն ու ներդրողներն են։ Bias System-ը, այս ընկերությունը բրիտանական ներկայության հիմնասյունն է։ Նրա ընդհանուր վաճառքների շուրջ 44% բաժին է ընկնում ԱՄՆ-ի շուկայում։ 25 թվականին ընկերությունն էլ ավելի ընդլայնեց իր ներկայությունը, իրականացնելով այս խոշորագույն կլանումը 5.5 միլիարդ, որը այժմ կոչվում է Bias Systems, և այս մյուսը Rolls-Royce ընկերության պաշտպանական ստորաբաժանումն ԱՄՆ-ում ունի հազարավոր աշխատակիցներ և մատակարարում է շարժիչներ, այս էր կարևորը, մատակարարում է շարժիչներ ԱՄՆ ռազմաօդային և ռազմածովային ուժերի համար, օրինակ F-35 կործանիչների և V-22 ուղղաթիռների համար։ Հիմա հասկացաք այդ տականքը նաև ինչ է անում։ Եթե ինքը այս շարժիչները չի տալիս, F-35 կամ V-22-ը դառնում են մետալալում, այսինքն տոտալ վերահսկողություն է սահմանում բոլոր տեղերում ամեն ձևով։ Մի մասը դուք եք արտադրում, մի մասը ես, քանի որ կախված մնաս ինձնից։ Պայմանագրեր ըստ 25 թվականի տվյալների բրիտանական ընկերությունները շահել են միլիարդավոր դոլարների պաշտպանական պայմանագրեր։ Այսինքն Ամերիկան պետք է զենք արտադրի, բայց այդ ընկերություններն են շահել, հատկապես հակաօդային պաշտպանության և կիբերանվտանգության ոլորտներում։ Դե ինչպես նշեցի, Ամերիկան հարվածում է Իրանին, Իրանն էլ տակով չի մնում, հենց այս ամենը խոսում է այդ ամեն ինչի մասին, որպեսզի արդեն փաստերով ունենա։ Կարող եք մտնել այս ամեն ինչը, ստուգել, մտնել Վիկիպեդիայում, այս բոլորը գրանցված ունեն իրենց անուններով, դրա համար նաև իրենց լեզվով գրել եմ այս անունները, այդ շան լեզուն ես չեմ սիրում, դրա համար երբ որ հանդիպում եմ այս գրառումները, փորձում եմ անցնել և իրենց լեզվով չեմ էլ խոսում, չեմ էլ ցանկանում։ Տիեզերական ոլորտում Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ից հետո աշխարհում երկրորդն է մասնավոր ներդրումների ներգրավմամբ։ Արբանյակային տեխնոլոգիաներ բրիտանական ներդրումները կենտրոնացած են փոքր արբանյակների արտադրության և տիեզերական տվյալների վերլուծության վրա, այսինքն շպիոնաժի վրա, որ փոքր պտտվեն, տեսնեն ամեն քառակուսի մետրում ինչ է կատարվում, դե այդ տականքը սիրում է, սրա նրա կնգավորին նայի, կներեք, պետք է ամեքի մասին իմանա, թե մարդիկ ինչով են զբաղվում։ Նոր ռազմավարություն 26 թվականի մարտին բրիտանական կառավարությունը հայտարարեց 500 միլիոնի աջակցություն փաթեթի մասին, որի զգալի մասն ուղղված է ԱՄՆ-ի հետ համատեղ տիեզերական նախագծերի և ուղեծրային սպասարկման տեխնոլոգիաներին։ NASA-ի հետ համագործակցություն բրիտանական մասնավոր հատվածը ակտիվորեն ներգրավված է Արտեմիս լուսնային ծրագրի մատակարարման շղթաներում։ Այժմ հիմնական թվեր և փաստեր, աշխատատեղեր, բրիտանական պաշտոնական և օդատիեզերական ընկերություններն ԱՄՆ-ում
ապահովում են ավելի քան 200,000 բարձր որակավորում ունեցող աշխատատեղ։ Այսինքն, եթե իր գումարը հանմա, սրանք սգում են այստեղ։ Տեխնոլոգիաների փոխանակում թվականին ստորագրված տնտեսական բարօրության համաձայնագիրը վերացրել է որոշակի սակագներ եւ հեշտացել օդատիեզերական արտադրանքի երկկողմ առևտուրը։ Այս իրենք են կազմել, հիմի այս Տրամպանք չեն հասցնում սրանց հետևից, սրանք փոփոխություններ են անում, տեսակ Ժնևում, տեսակ Իրանում, ամենտեղ սրանք փոփոխություններ են անում բրուտը, Տրամպը հետևներից չի հասցնում, որ հիմա էլ ինչ սանկցիա կամ ինչ ձևով ազդի, որ սգացնի բրուտին։ Աման Կանադա, սա նույնպես բրուտն է, անուն է Կանադա, քանի որ հենց իրենց թագավորության մաս է կազմում եւ նալոգ է մուծում ամեն ամիս օֆիցիալ նալոգ այդ բրուտին։ Ընդհանուր ծավալը եւ տոկոսային կշիռը ուղղակի ներդրումների պաշար։ 24 թվականի վերջի դրությամբ Կանադայի ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը այսքան միլիարդ կանադական դոլար։ Կշիռը Կանադայի արտաքին ներդրումներում ԱՄՆ-ին բաժին է ընկնում Կանադայի բոլոր արտաքին ուղղակի ներդրումների այսքան տոկոս, 52%։ Սա նշանակում է, որ Կանադայի արտասահմանյան կապիտալի կեսից ավելին կենտրոնացված է հենց ամերիկյան շուկայում։ Ըստ ԱՄՆ-ի տնտեսական վերլուծության բյուրոյի, Կանադան զբաղեցնում է երկրորդ կամ երրորդ տեղը կախված համաշխարհային մեթոդից վերջնական սեփականատիրոջ հիմունքներով այն երկրորդն է Ճապոնիայից հետո։ ԱՄՆ-ում սեփականատերը հանդիսանում։ Նույնիսկ այս ճիճն ԱՄՆ, Ավստրալիա, Ավստրալիան հանդիսանում է ԱՄՆ-ի խոշորագույն ներդրողներից մեկը եւ ըստ այս թվականների թարմացված տվյալների ավստրալիական կապիտալի ներկայությունը ամերիկյան շուկայում շարունակում է աճել հասնելով ռեկորդային ցուցանիշների, ներդրումների ընդհանուր ծավալը։ Այստեղ Տրամպը կռվում է սրանց դեմ, սրանք ավելի են իրենց ուժեղացնում, որպեսզի իրան սպանեն կամ արագ փոխեն։ Ընդհանուր ներդրումները թվականի վերջի դրությամբ Ավստրալիայի ընդհանուր ներդրումները ԱՄՆ-ում կազմում են մոտ $1 տրիլիոն, 1.6 տրիլիոն դոլար, հիմնական ոլորտները եւ նախագծերը AUKUS եւ ռազմարդյունաբերություն։ Ավստրալիան հայտարարել է 3 միլիարդ դոլարի ներդրման մասին ԱՄՆ արդյունաբերության բազայում AUKUS անվտանգության դաշինքի շրջանակներում։ Այս AUKUS-ը իրանց է վերաբերում, որ աշխարհից իրենց բան անեն, բայց ինձ թվում է արդեն փոխվել է ամեն ինչ, կրիտիկական օգտակար հնացոներ եւ այլն, այս մնացածը արդեն կարդացեք, եւ 117,000 աշխատատեղ ամերիկացիների համար։ Ավստրալիան ինչ է արտադրում, ինչ է անում, որ այդքան գումար է ներդնում եւ միևնույն ժամանակ նաեւ 117,000 աշխատատեղ են էլ բարձր որակ։ Այժմ ընդհանրացրենք այս ամենը, ներդրումների ծավալը։ Կանադա երկրորդ խոշորագույն ներդրողը Ճապոնիայից հետո։ Ճապոնիային էլ կասեմ, մեկ մտածի, որ Ճապոնիան բրուտի ամենահավատարիմ եւ ամենահնազանդ ստրուկներից մեկն է հանդիսանում։ Մեծ Բրիտանիա այսքան միլիարդ դոլար, Ավստրալիա այսքան, Ճապոնիայի մասին այստեղ չեմ նշել, այս թվերը գումարեք եւ կտեսնեք, որ Ամերիկայում տակին ինչ է մնում եւ ինչի են այսօր նրանք նույնպես դուրս եկել այս կեղտոտների դեմ։ Տեսակարար կշիռը եւ ազդեցությունը ընդհանուր ՖԴ-ի մեջ այս երեք երկրներին միասին բաժին է ընկնում ԱՄՆ-ում բոլոր օտարերկրյա ուղղակի ներդրումների շուրջ 30-35%-ը։ Աշխատատեղեր, նրանց պատկանող ընկերությունները ԱՄՆ-ում ապահովում են ավելի քան 2 միլիոն աշխատատեղ։ Եթե 2 միլիոն բարձրակարգ աշխատատեղ վերցնես բաժանես
բազմապատկես 4-ով 8 միլիոն, 8 միլիոն են ամենալավ գործի աշխատողներին փակում է և սրանք արդեն սկսում են Տրամպի ворը խուզել։ Ռազմավարական ոլորտներ ներդրումները կենտրոնացված են բարձր տեխնոլոգիաների պաշտպանության AUKUS շրջանակներում և էներգետիկայի ոլորտում։ Այս AUKUS-ը ասում է, սա այն մասին էր, եթե Տրամպան կեսօր դուրս չգային AUKUS-ով իրանց պաշտպանելու էր և հարձակվելու էր Ղազախստանից, այդ երկրներից Միջին Ասիայի ու ոչնչացներ բոլորի ատոմայինը և բոլորին արդեն կատարյալ չմո սարքեր։ Այսօր բոլորն էլ չմո են, ճիշտ է, բայց կատարյալ չմո է փորձում սարքել։ Այժմ հասկացաք ինչ էին այս տականքները պինդ կպել աթոռին և ինքներդ եզրակացություն կատարեք, թե այստեղ իրար հայոյելով և այլն այս երկու տականքները իրար աշխարհի խոսքեր ասելով այս բոլորը խաղեր են և այս 4-ի մեջ և այսօր էլ Հայաստանում ովքեր գտնվում են, որ իբր ընտրություններ և այլն, այս բոլորը խաղեր է և ինքներդ որոշեք ինչպես Իրանում սրանք կարող են հայի արյուն ունենալ և Հայաստանին այս աստիճանի ոչ թե դավաճանել, ոչնչացնել երկիրը։ Եվ այժմ այն սազանդարները, ովքեր սազը առած գովում են այս 4 տականքներին, բացի դա, այ տեսակ Իրանը ինչ լավն է, Իրանը ասեց, եթե հանկարծ ազերին կամ թուրքը մտնեն Հայաստան, ես կմտնեմ և այդ միջանցքը, այս Զանգեզուրը կվերցնեմ ինձ։ Հիմա հասկացաք Իրանն ով է, ինչ տարբերություն։ Սերժիկը այս նույն տականքները նույնպես իբր կռվում են իրար հետ, բայց գիշերը նստում ծիծաղում են հայ ազգի վրա, որ տեսակ այսօր էլ խաբեցինք, ոնց խաբեցինք ու անընդհատ այդ քրքջոցի մեջ են, բայց այստեղ հարցը որն է, երեքն էլ ծառայում են բրուտին և իմիջիայլոց նաև Թեհրանը, այստեղ բոլորը թուրքական այս տականքներն են։ Իրանի ամենաբարձր ղեկավարները միշտ պետք է լինեն ազերի։ Էլ Իրանի մասին խոսքը որն է այստեղ։ Եվ ինչ տարբերություն, ազերին վերցնի, թե նա վերցնի։ Իրանց պետք է սա վերցնեն, որ աշխարհի խելացիներն էլ չհասկանան կամ ինչ-որ դեմ կանգնողներ չհասկանան, ինչ տարբերություն, սա է վերցնում, թե սա։ Արդեն իսկ պարզ է, որ մեծ Թուրանի մասը նաև սա։ Սրանք են լինելու մեծ Թուրանի մաս։ Հիմա հարցը այստեղ սա չի, ամբողջությամբ մեր վերացումն է։ Հիմա այստեղ Ռուսաստան, Վրաստան, ինձ թվում է Տրամպի ու Պուտինի Սոչու հանդիպումից հետո համաձայնվեցին, որ Վրաստանը ինքը վերցնի իր ձեռքի, որպեսզի թուրքերը չկարողանան նաև այստեղ պոժանել երկու կողմից, որպեսզի այստեղից հեշտ լինի նաև Հայաստանի օգնությունը, քանի որ այս 3 կողմից Հայաստանի օգնություն չկա և այստեղ, եթե դուք նայում եք Թրամփ Նիկողոս, այս տականքին կանչել են դոշերը հավաքել և ասել, տականք, դու պետք է հեռանաս և այլևս սրանց ասածը չկրկնես, կրկնի Վիլսոնյան Հայաստանը մեկ շաբաթում տանք քեզ, բայց այս տականքը, քանի որ ինքը նաև Ստամբուլի մասոնական խմբի անդամ է Լևոնի հետ միասին և սրանք բոլորը ծառայում են Թուրքիային և Թուրքիայի միջոցով նաև բրուտներին, դրա համար այս անձնավորությունը և այդ համաշխարհային ծածուկ կազմակերպությունները, նրանք չեն կարողանում Հայաստանում որևէ բան անել և միակ բանը, որ կարողացան անել, մեղրի այս միջանցքը վերցրեց իրենց, ասեց դե հիմա եկեք, եթե այս մասով մտնեն, պետք է ասի ես սա վերցրել եմ, տալիս եմ, էլ ինչ եք ստե մտնի, արդեն սրանց վրա ունի կոնկրետ ալիբ, իսկ Հայաստանի ձեն, ձուն չկա, ոչ մի բան,
Եվ հիմա սրա մասին ասեմ նաև Տրամպը մենակ չի կարող այս ամենը այս բրուտի այս սարդոստանային այս սարդի երևույթը վերացնի դրա համար աշխարհի աչքերը նա ինչ կատարում են նույնիսկ Հայաստանում չհասկացան սա էլ է աշխատում սրա համար մտածում են որ սա տականքի մեկն է բայց սա էլ է աշխատում ինչ են աշխատում նաև այդ մասին մենք դիտարկում ենք միայն Հայաստանը եւ այլն բայց Հայաստանի շուրջը բոլորդ էլ գիտեք որ կան այս բոլոր տականքները եւ այստեղ սկսենք այս մասից հետո կանցնենք ամենակարևոր մեր համար նույնպես մի հարցի արաբական երկրներ եւ այստեղ հավաքված երկրներ դե Թուրքիայի մասին բոլորդ էլ գիտեք որ քոչվոր եկել են նույնը ազգիներին պատմել է մեզ ամեն ինչի մասին հիմա կարդանք Իսրայելի մասին չեմ ասում քանի որ նրանց ասել են որ այստեղից հայերս երբ որ եղել ենք Եգիպտոսում նրանք եղել են այստեղ այս բրուտնա նրանց բերել այստեղ պաղեստինցիները մերձավոր արևելքի Պաղեստին պատմական տարածաշրջանի բնիկ ժողովուրդն են նրանց ծագումն ու ինքնությունը ձևավորվել է հազարամյակների ընթացքում տարբեր մշակույթների եւ ժողովուրդների միախառնման արդյունքում Իրանցիները կամ իրանական ժողովուրդները հնդեվրոպական ծագում ունեցող էթնիկ խումբ են, որոնց նախնիները հնդկական ցեղերը մոտավորապես մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակում սկսել են գաղթել կենտրոնական Ասիայից դեպի ներկայիս Իրանի տարածք, երբ որ ես ասում եմ, սրանք Պարսկաստան անունը փոխեցին Իրանի իբր արիներ են, եւ արիներն էլ եկել են իբր Հնդկաստանից, թեպետ արիները դա մենք ենք։ Բայց այս տականքները նույնպես հանդիսանում են քոչվոր ցեղեր։ Սրանք բոլորը այստեղ քոչվոր ցեղեր են։ Ասել եմ միայն մենք եւ միայն Պաղեստինն է, որ բնիկ ժողովուրդ ենք։ Կարող եք տարբեր տեղեր հազարավոր անգամ ստուգել, վերջում կգաք իմ համոզմանը, որ սրանք հիմնական այստեղի բնակիչ չեն հանդիսանում եւ սրանք նույնպես քոչվոր են բերվել են այստեղ, քանի որ արաբական թերակղզին եւ Իրան անունը նրանք վերցրեցին նրա համար, քանի որ այստեղ բոլոր տեղերում հայկական հետքերը կան, որ սա հանդիսանում է Խաչմերուկի Իրանը։ Դա է հարցը։ Դրա համար վերցրեցին այդ անունը, իբր նաև հանդիսանում են այդ արիական ցեղ։ Մինչև իսլամի առաջացումը 7-րդ դար արաբները հիմնականում քոչվոր ցեղեր էին, որոնք բնակվում էին թերակղզու կենտրոնական եւ հյուսիսային շրջաններում։ Իսլամական նվաճումների արդյունքում նրանք տարածվեցին ամբողջ մերձավոր արևելքում, հյուսիսային Աֆրիկայում եւ հասան մինչև Պերինյան թերակղզի։ Նույնը սրանց մասին, որ ասում եմ, սրանք էլ նույնպես քոչվոր եւ զարմանալին նայեք, որ հնդկացիներն են այդ Ռուսաստանի այդ հյուսիսում այդ մի քանի ցեղերի հետ խաչասերվելով եկել նույնիսկ իսպանացիներն են դրանց խառնուրդները այդ բոլորը խառնուրդներ են եւ ամենաշատը այսօր որ համարեք աշխարհում դրանք հնդկական այդ ցեղախմբերն են միաձուլված տարբեր ցեղախմբերի հետ եւ Եվրոպայում շատ կան Ռումինիա, Բուլղարիա, Իսպանիա եւ ամբողջ Լատինական Ամերիկան են նրանք լցրել եւ այս արաբական թերակղզի կասում հիմա եւ Իրան դրանք բոլորը այդ Հնդկաստանի եւ այդ մի քանի Ալտայի կռայից խառնուրդներ են, որը բերել է։ Զարմանալի ձեզ կթվա, բայց Չինաստանի նման երկրում միայն Չինգիզ խանի արյուն ունի ամեն 3-ից 1 դե հիմա հասկացեք ես մի 3000-3500 տարվա ընթացքում բրուտը ինչ կեղտոտ աշխատանքներ է կատարել նաև այդ ուղղությամբ։ Եվ անցնենք արդեն հիմնական մասին,
Եվ ինձ թվում է նրանք արդեն ունեն Հայաստանում իրենց ընտրած թեկնածուին, սրան լրիվ պետք է ոչնչացնեն, գլխավորեն, եւ միևնույն ժամանակ ինձ թվում է սրա այն Տրամպի ներվերը, որ հերիք չարեց, սրան արդեն առհամարանքով դիմելու, քանի որ նա սպասում էր այս մեր տարածաշրջանում այն քայլին, երբ հայերը կարձագանքեն, կասեն, որ մենք ուզում ենք մեր Վիլսոնյան Հայաստանը, ու արդեն այդտեղ կսկսեր Տրամպի ու աշխարհի այդ բրուտների հիմնական կռիվը, բայց այդ տականքը չարեց, այստեղ ասում եմ, Տրամպի միակ այս ձևով աշխատելը քիչ է, նաև այստեղ պետք է մենք աշխատենք, հայ աստվածներ եւ այն, որ երբ որ ես բացեմ տեզերքի գաղտնիքը եւ այդ ամենը ինչպես է մարդ ծնվել, սրանց ձեռքերը ավելի ազատվելու եւ ավելի շուտ կարող են բրուտին վերացնել։ Դրա համար նաեւ բրուտ ինձ թվում է այդ Տրամպեն ինչ են որոշել, կամ բերելու են այս անձնավորությանը, կամ այս անձնավորությանը, կամ երկուսին միասին են բերելու Հայաստանը կառավարելու։ Բայց քանի որ երկուսն էլ Հայաստանում 5 տարվա բնակություն չունեն, նաև ունեն իրենց երրորդ անձնավորությունը եւ դա արդեն ստիպողական պետք է բերեն դնեն Հայաստան, քանի որ եթե այդ գործողությունը չեն անում, այստեղ արդեն այն հարցը, որ Վրաստանի վրա Ռուսաստանը արդեն ձեռքը դրել է եւ Ռուսաստանը Պուտինը աշխատում է Տրամպի հետ, եթե սա վերացրեցին, արդեն Տրամպենց համար դժվար կլինի։ Դրա համար արագ կանչեց, տվեց այս հարցը, որ կողմ է Տրամպի ուղին, նույնիսկ իրենք ոչ մի գործողություն էլ Ամերիկայում չեն անում, որ այս ուղու համար արդեն մտածել են են, եւ սրանք երկուսն էլ հասկանում են, բրուտը հասկանում է եւ երկուսն էլ հասկանում են, որ այստեղ կա նաեւ մի ուրիշ խոշոր ձեռք, բայց Նիկոլը մինչև վերջ ծառայում է այդ տականքներին։ Եվ ինձ թվում է պետք է բերի այս երկու անձնավորություններին եւ երրորդ անձնավորությունը, որը կլինի վարչապետը, նաեւ գիտեմ, բայց չեմ ուզում նախորոք ասել, բայց հիմնական շեշտը ինձ թվում է դրել են այս երկուսի վրա, այնպես որ եթե մտածում եք, որ կան այլ ուժեր, այդ մնացած բոլորը կապկություններ են։ Ինձ թվում է երկար ժամանակ նաև սա Վարդանին այս Եվրոպայից տարան իրենց մոտ, միևնույն ժամանակ Վարդանը նաև մեկնում էր Մոսկվա գալիս եւ նաև այնտեղից ստացավ ուր որ նա գնում էր, այնտեղից ստացավ նաև հրահանգները, գնաց նահանգներ եւ նահանգներում ինձ թվում է փակված էլ չի, նրան արդեն պատրաստում են եւ երկրորդ մարդը պատրաստում են այս անձնավորությանը եւ ով պետք է լինի վարչապետ, բայց հիմնական գլխավոր դերակատարները արտաքին գործերում պետք է նշանակեն այս անձնավորությանը, ռազմական եւ ոստիկանություն եւ իրականում Հայաստանում նեմեսիս պետք է անի այս անձնավորությունը եւ երրորդ անձնավորությունը, որը նույնպես դրանց հետ կապ չունի, պատրաստում են, որը գտնվում է Հայաստանում։ Այդ հետագայում նաև վերջին օրերին կասեն, թե իրականում ում են նաև վարչապետ դնում, բայց վարչապետը այստեղ կարևոր չի, այստեղ խմբակային են սրանք ամեն ինչ կառավարելու եւ խմբակային ոչնչացնեն այն բրուտական թուրքական տականքներին, որոնք Հայաստանը դարձրել են այսօրին։ Այսքանը